Սաղաթելյան ուղղակի ուզում էի ճշտել հանձնաժողովի ձեր հասանելի տեղը, քանի որ չեք վերցնելու։ Դա զիջելու եք ուժեղ Հայաստանին, թե թողնում եք այդպես։ Այդ մասին, երբ որ գա հանձնաժողովներ ընտրելու ժամանակ, վերջնական կհայտարարենք։ Ձեզ ինչ-որ մեկը չվերցնելու մասին պաշտոնապես բան ասել է։ Ելույթներում կարծեմ եղավոր։ Չէ, այդ մասին վերջնական բաներից հասկացել։ Բայց հասնում է։ Այդ օրակարգի միտեղ հասնում է, այդ օրակարգի ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնի։ Եվ կարող ենք այնուամենայնիվ իշխանության վարկագծին անդրադառնալ, մասնավորապես ես վստահ եմ, որ դուք էլ կհիշեք, պարոն Սաղաթելյան, երբ օրինակ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների, մերձավորների հետ կապված ինչ որ պատմություններ էր լինում, գործող իշխանությունը, որ այդ ժամանակ ընդդիմադիր էր, դատապարտում էր եւ այլն, պահանջում էր, որպես ենթարկվեր եւ այլն, հիմա երբ օրինակ Հայկ Կոնջորյանի եղբայրը նման վարկագիծ է դրսևորում, իրենք ասում են, դե եղբայրը ինչ կապ ունի եւ այլն։ Դուք ինչ եք կարծում, այս ամենից հետո Հայկ Կոնջորյանը պետք է շարունակել հավաքներ այդ բարձր պաշտոնին եւ արդյոք ԿՊ-ն չպետք է այդ առումով քաղաքական պատասխանատվության հարց բարձրացնել։ Իրավունք չունի, եթե այնիշ տեղի ունեցել տեղ ունենար հանդիմադիր գործիչներից որևէ մեկի հետ, որևէ մեկի հարազատի, առնվազն ինքը այդ բան կալանավորված կլիներ ու դա երկրի թիվ 1 օրակարգը պատկերացնում եք, չէ՞, իրենց քարոզչական մեքենայով հիմա ինչ են անում։ Բայց իշխանության պարագային փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել, փորձում են սղացնել, որ անցնի, բայց կարծում եմ, ասեն դեպքն է, որ մեր հանրությանը ամեն ինչ հայտնի դարձավ նաև ազգային ժողովի այս ամբիոնից հնչած ելույթների արդյունքում։ Այսինքն, եթե Հայկ Կոնջորյանը այդուհանդերձ ընտրվի ազգային ժողովի փոխնախագահ, իսկ իշխանական падգամավորների խոսքերից դատելով պատրաստվում են ընտրել իրեն, դուք կարծում եք, որ մի կողմից եղբոր հետ կապված այդ պատմությունը, որը ինչքան էլ ասվում է, որ միջանձնային է, դեռ հստակել չէ այդ միջանձնայինի նախորդող պատմությունը, ինչ կոռուպցիոն հնարավոր դրվագների հետ գուցե առնչություն ունի եւ նաեւ կնոջ աշխատավարձի եւ այդ ֆոնին նաեւ Հայփոստի իրավիճակը, այդ վնասներ եւ այլն, այս ֆոնին Հայկ Կոնջորյանին ընտրելով ԿՊ-ն վերցնում է նաեւ այն պատասխանատվությունը կամ այն ամեն ինչը, որ ուղղվում էր Հայկ Կոնջորյանին։ Իհարկե վերցնում է, կիսում այդ ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտեք, ես մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ եւ առաջնային օրակարգեր կան։ Մեծ հաշվով Հայկ Կոնջորյանը կլինի ազգային փոխնախագահ, թե ուրիշ մի ԿՊ-ական, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։ Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետեւյալն են. հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում, սահմանազատում, շատ ուղիղ եւ հստակ հարցադրում եմ արել։ Կարող եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու, մարդիկ չեն ժխտել։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։ Սրանք են մեր երկրի կարևոր եւ առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ process-ը տեղի ունենում է հիմնական եւ գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել անձնական ապօրինի գույք, չգիտեմ, քո ախպերը, քո քուրը, քո հերը, քո մերը, չգիտեմ ինչ, բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ։ Կապված պարոն Սաղաթելյան, Ադրբեջանից հնչել է կրկին հայտարարություն, Հաջիևը խոսել է սահմանադրությունից եւ ասել է, որ ազդակներ են ստանում, որ այդ հանրաքվեն կլինի, այս պահին փաստացի խորհրդարանում նախագծի անցկացման համար անհրաժեշտ ձայները չունի քաղաքացիական պայմանագիրը, բայց այստեղ քիչ առաջ падգամավորներից մեկը ԿՊ-ի ասում էր, որ գուցե գտնվեն ընդդիմության շարքերում այնպիսի պետականամետ անձինք, ովքեր կքվեարկեն ամեն դեպքում Նազարյանների հավանականությունը դրանց հիմա պետական մարդիկ են ասում, հա։ Բայց ավարտեմ, պարոն Սաղաթելյան, հնարավոր է ամեն դեպքում ընդդիմությունը ինչ որ փուլում
միանա այդ օրակարգին, թե բացառվում է կողմ քվեարկելը սահմանադրությանը եւ ընդհանուր առմամբ դուք ինչ եք կարծում այդ երկու երրորդը չունենալով նաեւ ակնարկներ կան, որ դե եթե ժողովուրդը ուզենա ընդունվի այդ սահմանադրությունը, падգամավորները պարտավոր են ժողովրդի կամքին ընդառաջ գնալ։ Սա ինչ կարող է նշանակել։ Նախ բացառում եմ մեր մասով, որ կմիանան ԿՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Բայց շատ խորքային հարց եք ասում, տեսեք ինչա տեղի ունենում։ Իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու, փորձելու են մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաեւ պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Մենք գտնվում ենք այս փուլում եւ մեր երկրի գլխավոր հիմնական օրակարգը այս պահին սա է։ Բնականաբար հակազդելու նկատի ունեմ օրինակ խորհրդարանական մակարդակով միայն թե այնուամենայնիվ փողոցային պայքարել կսկսվի։ Ես չեմ պատկերացնում հաջողություն բացառապես խորհրդարանական աշխատանքով։ Ես գտնում եմ, որ մեր ուժը խորհրդարանում բավարար չի փոփոխության հասնելու համար, դրան պետք է ավելանա մեր ժողովրդի ուժը փողոցում Հայաստանի Հանրապետության հրապարակներում։ Այո, ես մի քանի ամիս առաջ եմ այդ մասին հայտարարել, որ ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Այսօրվա մեզ ներսից իհարկե բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Համատեքստի մեկնարկը տրվի, այդ նախագիծը արդեն կառավարություն եւ այլն կսկսվի։ Կարծում եմ մինչև դա։ Իրենք ոնց են հիմա սկսել մեր դեմ աշխատել, հակակառույցություն իրականացնել, փորձել հող նախապատրաստել իրենց օրակարգի համար, մենք հիմիկվանից պետք է նախաձեռնենք, որ այդ իրավիճակում պատրաստ լինենք։ Ու այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Եվ ընդդիմության գլխավոր օրակարգ իմ կարծիքով պետք է լինի դա։ Պարզ ասեմ, Նարեկ ջան, սահմանագծման սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Ուղիղ հարցնում են, դա չեն ժխտում։ Պատրաստվում են չունենալով համապատասխան քվե փոխել սահմանադրությունը։ Տեսեք, պատական չէր ինքը հայտարարում սեպտեմբեր պատերազմ։ Ինքը աշնանն է խոսք տվել, բայց բնականաբար ինքը փորձելու է որքան կարող է ժամանակ ձգել։ Տեսել ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստ չի այս բագաժով, այս ստացած քվեով, այս ընտրություններով ակնհայտ մանդատներ գողացված կարողանա այս օրակարգը սպասարկել։ Դրա համար իր համար բավականին դժվար է լինել։ Պարոն Սաղաթելյան, Հայաստան խմբակցությունը նախորդ գումարման խորհրդանում ելելի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով էր այդ 5 տարիներին չստացվեց։ Հիմա ինչ նոր գործիքակազմ եք կիրառելու, որտեղ էլի խորհրդարան պլյուս փողոց կամ փողոց պլյուս խորհրդարան էլի ձևաչափն եք առաջ տանում։ Դե տեսեք, դրանից արդյունավետ ձևաչափ չկա, նոր հեծանիվ ստեղ պետք չի հորել։ Բայց կներեք դա չաշխատեց։ Ես չաշխատեց, որտեղ մեր ուժերը չբավարարեց։ Եթե կարողանանք ավելի լայն ընդգրկուն կոնսոլիդացիա տեղի ունենա, վստահ եմ, որ կստացվի։ Ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Ես ներողություն անհամեստության համար դեռ չենք տեսել նոր գործողություն, նոր ելույթ, նոր անելիք մի բան, որ մենք նախին շրջանում չենք արել։ Այսինքն իրականության մեջ բավականին բարդ վիճակի մեջ ենք գտնվում, բայց էսա ուղղություն, էսա ճանապարհ։ Ինչքանով կարողանանք դա իրականացնել, կախված է մեր աշխատանքից, ընդդիմադիր ուժերի
հասկացողությունից, ըմբռնումից եւ վճռականությունից։ Պարոն Սաղաթելյան, այդ ոչի ճակատին զուգահեռ նաև հայտարարվում էր ընդդիմության միասնական հանրահավաքի մասին։ Ի վերջո այդ հանրահավաքի ճակատագիրն ինչ եղավ կամ սպասվում է, լինելու է, չի լինելու, հանդիպեցին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Գիտեք, ես դեկտեմբեր ամսին ազգային ժողովից, հիշում եք, պաշտոնական հայտարարություն եմ արել այդ մասին։ Ես շարունակում եմ պնդել, հիմա չեմ ուզում նորից հետ գնալ, ինչ եղել է, բայց որ այս իշխանությունը, որ ունի աննորմալ պետական ռեսուրս, ֆինանսական միջոցներ, ուժային կառույցներ, սրան դիմագրավելու համար առանցին հնարավոր չի բավարարում ուժերը։ Դրա համար անկախ տարաձայնություններից, անկախ շատ հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքից կան առաջնային օրակարգեր, որտեղ պետք է լինել միասնական։ Հիմա անունը ոչի ճակատ կդնենք, ինչ կդնենք, այդ կարևոր չի, կարևորը լինի այդ փոխըմբռնումը ու միասնությունը, նորից եմ կրկնում, մեզ պարտադրվող օրակարգերը ազգային հարցերում մերժելու համար։ Բայց ուզում եմ հասկանալ, պարոն Սաղաթելյան, այդ նախկինում հայտարարված միասնական հանրահավաք այդ ոչի ճակատին է վերաբերում։ Չէ, ժամանակ խոսքը գնում էր ընտրություններից առաջ միասնական ուժերով պայքարելու եւ այլ։ Ոչի ճակատի այդ առաջարկ եղել է մի 7-8 ամիս առաջ։ Հիմա էլ գիտեք, որ ընդդիմության տարբեր միավորների կողմից տարբեր արձագանքներ կան։ Ես կարծում եմ դա տեղի ունենալու։ Մոտավորապես որ թվականին կկարողանաք Նիկոլ Փաշինյանը հեռացնել։ Որքան շուտ այնքան լավ։